Հայաստանի կոմունիստական խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրի համայնքի ղեկավար։ Ավելի վաղ ավականու մեր քաղաքը, իմ հզոր համայնք եւ Մայր Հայաստան խմբակցությունները հայտարարել էին, որ իրենց ձայնը տալու են կոնկուրսի թեկնածուին։ Հատկանշական է, որ ԿՊ խմբակցությունը չի մասնակցել ավականու առաջին նիստին։ Մինչ ձայների հրապարակումը Ղուկասյանը հայտարարել էր, որ ամեն ինչ ընթանում է իր հունով եւ շատ բաներ ունեն անելու։ Ավականու 33 անդամներից ներկա էին 18-ը։ Քվեարկությանը բոլորը միաձայն կողմ էին քվեարկել։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար Ղուկասյանը հավատացրել է, որ չեն ամաչի փոխարեն։ Գյումրի քաղաքի նոր ղեկավար Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 19-ին ավականու երդմնակալության նիստին։ Ես ուզում եմ որտեղ գրել մի սկզբունք։ Ուրեմն սկզբունքը կայանում է նրանում, որ եթե քաղաքի շահը, երկրի հետ շահը, թեկուզ այդպես ասել, ուրեմն որևիցե մեկը ուզում է ոտ պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ եւ Աստծո առաջ պատասխան կտա։ Լսելու ենք բոլորին, ոչ միայն տեխնազուներին։ Եթե քաղաքում որևիցե մեկը խմբակցություններ կլինեն, ես չգիտեմ, հասարակական կազմակերպություններ կլինեն, որոնք իշա քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք, անպայման լսելու ենք, քննարկելու ենք, դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է։ Այնպես որ ես այդպիսի բնավորություն չունեմ, լսելու ունակություն ունեմ, 13 տարի հավանական է ոչ մի քաղաքապետ չի աշխատել եւ կոմունիստների ժամանակահատվածում եւ դրանից հետո։ Քաղաքական հենարան չունենալով, ասեմ ձեզ, քաղաքական հենարան չունենալով Իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի Տերը Աստված է։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել։ Փառաքարում էր Միասնություն դաշինքի ցուցակը գլխավորող Վալորիա Գրիգորյանն օրենքի ուժով դարձել է համայնքի ղեկավար։ Փառաքար խոշորացված համայնքի նորընտ իրավականու Անդրանիկ նիստում նշվել է, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային 3-րդ օրը ապրիլի 19-ին։ Այստեղ նույնպես ԿՊ խմբակցության անդամները չեն մասնակցել նիստին։ Տևական ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի սահմանադրությունից հեռացնել հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հակադարձել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ նոր սահմանադրություն ընդունելու հարցը իրենց իշխանության օրակարգում է եղել հեղափոխությունից անմիջապես հետո։ Նրա կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Գիտեք, ես 2000, եթե թիվը խառնեմ, խնդրում եմ կներեք, դուք կստուգեք 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե փաստարկներ կողմ եւ դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնորդները։ Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելով վարչապետը ընդգծել է, որ Երևանը խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում ֆիքսել է պատրաստ է ընդհանցակարգերի պարզեցումների 4 հիմնական սկզբունքների պահպանման։ Հայաստանի տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, իսկ ապաշրջափակման թեման Հայաստանն ու Ադրբեջանը դուրս են բերել խաղաղության պայմանագրից։ Հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես Հորադիս երասգծի վրա, որտեղ
եւ Ադրբեջանից Ադրբեջան-Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով իրականացնեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների եւ ելի եմ ասում նաեւ շատ կարեւոր է արձանագրել, չէ, որ մենք երբ որ ասում ենք պատրաստ ենք այդ լուծումների, բայց մենք մեզ հարց ենք չէ տալիս, բա մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք։ Եթե մենք այդ վստահությամբ ասում ենք, այդ նշանակում է, որ ելի եմ ասում, դիվանագիտական նրբությունների պատճառով եւ քանի դեռ համաձայնեցված չէ, մենք ամեն ինչի չենք կարող զուտ կոռեկտությունից աշխատանքի տրամաբանությունը չխախտելու համար բացել։ Բայց եթե մենք ասում ենք, մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է ունենք որոշակի վստահություն, որ մեր հանրության, այդ թվում Մեղրի խոշորացված համայնքի մեր բնակչության, այդ թվում Սյունիքի մարզի, այդ թվում Հայաստանի Հանրապետության բնակչությունը կտեսնի, ասի, հա, շատ լավ, նորմալ կոմպրոմիս է եւ ներողություն եմ խնդրում, փոխադարձ ընդունելի կարող է լինել, այսինքն էս է տրամաբանությունը։ Սահմանազատման շարունակականության հետ կապված հայկական կողմը գրավոր առաջարկներ է ուղարկել Բաքվին, սպասում են պատասխանի, հավելել է վարչապետը։ Այլ մանրամասներ Փաշինյանն այս փուլում, երբ Ադրբեջանի արձագանքին են սպասում, պատեվ չի համարել հայտնել։ Սլովենիայի փոխվարչապետ արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը պաշտոնական այցով Երևանում է։ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Հայաստանի վարչապետը երեկ հայտարարել էր Ադրբեջանին առաջարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են 1 ամիս առաջ։ Նախքան ստորագրելը Բաքուն պահանջում է լուծարել Ղարաբաղյան հարցի լուծման համար ստեղծված Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել։ Ինչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ Հայաստանի արտգործնախարարությունը։ Ըստ էության եւ Ադրբեջանի եւ մեր կողմի եւ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե մենք փորձեցինք Նախարար Բայրամովի հետ Անտալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել, ինչպես եւ նախկինում մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտը ազդարարելու, դեպքում ինչպիսին է կամ որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ, հետեւաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք այդ գործընթացները կարող ենք փաստաթղթեր առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք։ Մեկը խաղաղության համաձայնագիրը եւ մյուսը միահամատեղ դիմումը ԵԱՀԿ-ին տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստականության կամ նախաձեռնության մասին։ Արադ Միրզոյանը շեշտել է նաեւ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Երևանը ունի իր գործընթացը սահմանադրական փոփոխությունների, բայց դա այն պատճառով չէ, որ հիմնավոր է համարում Բաքվի մտահոգությունները այդ հարցի առնչությամբ։ Վրաստանը հանդես է գալիս խաղաղության եւ երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։ Տարածաշրջանի ամբողջական ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նշել է նա։ Ըստ ադրբեջանական մեդիայի Կավելաշվիլին նաեւ ասել է, որ Թբիլիսին միշտ աջակցել է եւ շարունակելու է աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իլհամ Ալիևը իր հերթին ընդգծել է, որ երկու հարավկովկասյան երկրները համատեղ իրականացնում են շատ կարևոր նախագծեր, իսկ քաղաքական հարաբերությունները զարգանում են, բարձր մակարդակի շփումները կրում են պարբերական բնույթ, քաղաքական երկխոսությունն ակտիվ է։ Հատկանշական է, որ Վրաստանի նախագահը ապրիլի 28-ից 29 պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը շարունակվել է իբրև տուժողների հարցաքննությամբ։ Դատական նիստին տուժողներ Իլգար Օրուջովը, Մարդան Մուսաևը, Անար Ալիևը, Խազրի Ախմեդովը, Հասան Ալիևը, Էլշար Ահմեդովը, Ֆարիդ Իլյազաստեն, Թավրից Ռամազանովը, Սալեհ Հասանովը, Ջավիդ Մեհիզադեն, Ազիզ Աղագարաևը, Նարիման Իբրահիմովը եւ ուրիշներ հայտարարել են, թե իբրև վիրավորվել են հայկական բանակի եւ հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից իրականացված սադրանքների ժամանակ։ Տուժողներից Էլվին Մամեդլին իր ցուցմունքում նշել է, թե վիրավորվել է շտապօգնության մեքենայով վիրավոր զինվորի տարհանման ժամանակ հայկական բանակի մնացորդների եւ անօրինական հայկական զինված կազմավորումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով։ Նիզամի Բախշալիևն էլ ասել է, թե վիրավորվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով գտնվելով առաջնագծից 7-8 կիլոմետր հեռավորության վրա։ Իմրան Հասանլին էլ վկայել է, թե ինքը վիրավորվել է խմբի հրամանատարի հետ միաժամանակ Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այսպես կոչված տուժողները դատարանին խնդրել են Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառել ամենախիստ պատիժը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահասնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը եւ կայունն ու հարատև խաղաղության հասնելու Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Ապրիլի 21-ից 27-ը 23.5 Հրանտ Դինք հիշողության կենտրոնում տեղի կունենան հիշատակի շաբաթվա միջոցառումներ նվիրված մինչ օրս Թուրքիայում հայերեն հրապարակվող Ակոս շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի թողած մտավոր ժառանգության եւ 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին։ Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին Ակոսում հրապարակված 23.5 ապրիլ հոդվածից։ Հատուկ ծրագրերից են հիշողության բահանակ ի հիշատակ նահատակների Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը, ապրիլի 24-ի հետքերով հիշատակի քայլերթ, Կոմիտաս վարդապետի երաժշտական ներկայացումը։ Պաշտոնական Թեհրանը պնդում է Իրանի ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս քննարկման ենթակա չէ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքելով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ուրանի հարստացումը դադարեցնելու Թեհրանին ուղղված կոչին ասել է, որ պատրաստ են վստահություն կառուցել հնարավոր մտահոգություններին ի պատասխան։ Թեհրանից ու Վաշինգտոնից այս փոխադարձ հայտարարությունները հնչում են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին։ Օմանում կայացած առաջին քննարկումներից հետո ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում պետք է դադարեցնի եւ հրաժարվի ուրանի հարստացումից։ Արտգործնախարար Արաղչին դատապարտել է Թրամփի վարչակազմի նոր պահանջները դրանք որակելով հակասական դիրքորոշումներ։ Ադրբեջանում հեղեղներ են հորդառատ անձրևների հետևանքով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ հեղեղվել են տարածքներ Բաքվում, Գյանջայում, Բաքվի Խրդալան Ալվարձանում քաղաքացիներին տարհանման միջոցառումներ են իրականացվում, մի շարք ճանապարհներ, կամուրջներ, մեքենաներ ջրի տակ են հայտնվել, հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են ոստիկանության օրը։ 2001 թվականի հենց այդ օրն ընդունվել է ոստիկանության մասին օրենքը եւ ապրիլի 16-ի օրացույցի մեջ մտել է որպես ոստիկանության օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ բարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Վարչապետին ներկայացվել է բարեկային ծառայության նոր էլեկտրոմոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։ Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, նաև գումարտակների շենքային պայմաններին։ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան, մարզասրահ։ Վաղվանից օրերը կտաքանան գրել է հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Լեռներում զգալի ձյուն կուտակվեց, ցրտահարություններ չեղան, վաղվանից էլ օրերը կտաքանան, արտակարգ լավ վերջաբար, գրել է նա։